Ողջույն սիրելի դպրոցականներ և ծնողներ, այսօր սկսում ենք 6-րդ դասարանի անգլերենի սպորտ թեմայի ընթերցանություն բաժինը։ Նախ սկսենք glossary-ից, բառապաշարից, ունենք տրված 4 բառ, բայց հոլովակի ներքևում ես կավելացնեմ ևս մի քանի բառ։ Առաջինը, tournament, կամ ամերիկյան տարբերակով tournament, մրցաշար, events, where players compete in a game or sport, միջոցառում, որտեղ խաղացողները մրցում են խաղում կամ սպորտում, հաջորդը, score, կամ ամերիկյան անգլերենով score, միավոր ստանալ, հաշվի առնենք, որ այս պարագայում օգտագործված է բայը, ոչ թե գոյականը, այսինքն score կամ score օգտագործված է որպես բայ։ Նորից նշանակում է միավոր ստանալ խաղի ընթացքում։ To win or get a point, goal, etc. Վաստակել, ստանալ միավոր կամ գոլ։ Հաջորդը, competition, մրցույթ։ A situation in which someone is trying to win something. Իրավիճակ, որտեղ ինչ-որ մեկը փորձում է հաղթել։ Հաջորդը, event, միջոցառում։ Sport event, cultural event, սրանք կայուն արտահայտություններ են, օրինակ, սպորտային միջոցառում, մշակութային միջոցառում։ Հիմա անցնենք ընթերցանությանը։ Sports in Britain. Sport Բրիտանիայում. In Britain, sports are a big part of life, and people love to play and watch them. Բրիտանիայում սպորտը կյանքի մեծ մասն է, և մարդիկ սիրում են խաղալ և դիտել այն։ Let's discuss some of the most popular sports in the UK. Եկեք քննարկենք Միացյալ Թագավորություններում ամենահայտնի սպորտաձևերից մի քանիսը։ Football is the most popular sport in Britain. Ֆուտբոլը Բրիտանիայում ամենահայտնի սպորտաձևն է։ People call it soccer in some countries. Մարդիկ անվանում են այն soccer որոշ երկրներում։ Հիշում ենք, որ soccer և ֆուտբոլ բառերը թարգմանվում են հայերենում նույն կերպ, ֆուտբոլ։ Որոշ երկրներում, օրինակ Նոր Զելանդիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ֆուտբոլին, մեր ճանաչած ֆուտբոլին ասում են soccer։ Անցանք առաջ։ Many towns and cities have their own football teams and people cheer for their favorite teams. Ուշադրություն դարձնենք, որ town և city բառերը ունեն նույն թարգմանությունը, քաղաքներ, town-ը նշանակում է փոքր քաղաք, city մեծ քաղաք, ուրեմն շատ փոքր և մեծ քաղաքներ ունեն իրենց ֆուտբոլային ակումբները և մարդիկ երկրպագում են իրենց սիրելի թիմերին։ You can often see children playing football in parks and schools. Դուք հաճախ կարող եք տեսնել երեխաներին ֆուտբոլ խաղալիս այգիներում և դպրոցներում։ Cricket is another beloved sport in Britain. Կրիկետը մեկ այլ շատ սիրելի սպորտաձև է Բրիտանիայում։ They play it in summer. Նրանք խաղում են կրիկետ ամռանը։ It can last several days. Այն կարող է տևել մի քանի օր։ That's why people organize picnic during the game. Այդ պատճառով մարդիկ կազմակերպում են պիկնիկ խաղի ժամանակ, խաղի ընթացքում։ People use a bat to hit a ball. Մարդիկ օգտագործում են մական, գնդակը հարվածելու փայտը, օգտագործում են մական, հարվածելու գնդակը։ Many people enjoy watching cricket matches. Շատ մարդիկ սիրում են պարզապես դիտել կրիկետի խաղերը։ Tennis is a popular sport in Britain, especially during the Wimbledon tournament. Թենիսը հայտնի սպորտաձև է Բրիտանիայում, հատկապես
Wimbledonian մրցաշարի ընթացքում։ People all over the world watch Wimbledon on TV. Մարդիկ ամբողջ աշխարհում նայում են Wimbledon-ը հեռուստացույցով։ It's a game where players hit a ball over a net with a racket and they try to win points. Դա խաղ է, որտեղ խաղացողները հարվածում են գնդակը ռակետով, նույն ինքը գնդաթիով, ցանցի վրայով, over a net, ցանցի վրայով։ Եվ նրանք փորձում են վաստակել միավորներ, win points, վաստակել միավորներ։ Athletics includes running, jumping and throwing. Ատլետիկան ներառում է վազք, թռիչք և նետում։ Many young athletes dream of becoming a world champion. Շատ երիտասարդ ատլետներ երազում են դառնալ աշխարհի չեմպիոն։ They practice hard and compete in events like the Olympics. Նրանք պարապում են, աշխատում են շատ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ hard այստեղ թարգմանվում է ոչ թե ծանր կամ դժվար, այլ շատ քրտնաջան։ Ուրեմն նրանք պարապում են քրտնաջան կամ շատ և մրցում են այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են օրինակ օլիմպիական խաղերը։ Golf is a relaxing sport that originated in Scotland. Գոլֆը հանգիստ սպորտաձև է, որը ծնունդ է առել Շոտլանդիայում։ People play golf on big green fields called courses. Մարդիկ խաղում են գոլֆ մեծ կանաչապատ տարածքում, դաշտում, որն անվանվում է course։ Նորից, հայերենում մենք անվանում ենք այն դաշտ, բայց անգլերենում տարբեր սպորտաձևերի դաշտեր ունեն իրենց յուրահատուկ անունները։ Այս պարագայում գոլֆի դաշտը անվանվում է course։ Ամերիկյան տարբերակով կլինի course։ Անցանք առաջ։ They try to hit a small ball into a hole. Նրանք փորձում են հարվածել փոքր գնդակը անցքի մեջ։ In Britain, sports are not just competitions. They are also about having fun, staying active and making friends. Բրիտանիայում սպորտաձևերը կամ սպորտը միայն մրցակցության մասին չէ։ Այն նաև զվարճանալու, ակտիվ մնալու և ընկերներ ձեռք բերելու մասին է։ So, if you ever visit the UK, don't forget to join in the sporting fun or watch a game at the stadium. Այնպես որ, եթե դուք երբևէ այցելեք Միացյալ Թագավորություններ, United Kingdom, չմոռանաք միանալ սպորտային ակումբի կամ դիտել խաղը ստադիոնում, մարզադաշտում։ Անցանք առաջ, հիմա առաջադրանք մեկը։ Choose the right option. Ընտրեք ճիշտ տարբերակը։ Առաջինը. What is the most popular sport in Britain? Որն է Բրիտանիայում ամենահայտնի սպորտաձևը։ Անցնում ենք վերև, տեսնում ենք այստեղ պատասխանը։ Այստեղ ունենք պատասխանը։ Football is the most popular sport in Britain. Ֆուտբոլը Բրիտանիայում ամենահայտնի սպորտաձևն է։ Ուրեմն ընտրում ենք ֆուտբոլ։ Հաջորդը. What do people call football in some countries? Ինչ են անվանում մարդիկ ֆուտբոլը մի քանի երկրներում։ Այնտեղ վերևում ունենք պատասխանը։ People call it soccer in some countries. Մարդիկ անվանում են այն soccer որոշ երկրներում։ Ընտրեցինք soccer։ Նորից ամերիկյան տարբերակով կլինի soccer։ Հիշում ենք, որ բրիտանական արտասանության մեջ հաճախ r հնչյունը սղվում է։ Դե հստակ կանոններ կան։ Հաջորդը. When is cricket usually played in Britain? Երբ են սովորաբար խաղում կրիկետ Բրիտանիայում։ Գնացինք վերև։ They played in summer. Նրանք խաղում են կրիկետ ամռանը։ Ընտրեցինք ամառ և անցանք առաջ։ Which tennis tournament is famous in Britain? Որ թենիսի մրցաշարն է հայտնի Բրիտանիայում։
Կարծում եմ հիշում ենք, այստեղ ունենք պատասխանը. Tennis is a popular sport in Britain, especially during the Wimbledon tournament. Խոսքը Wimbledonian մրցաշարի մասին է, ընտրում ենք տարբերակ D, Wimbledon. 5-րդը. What do athletes do in athletics? Ինչ են աթլետներն անում ատլետիկայի ժամանակ? Բարձրացանք վերև. Athletics includes running, jumping and throwing. Ատլետիկան ներառում է վազք, ցատկ և նետում. Ուրեմն մեզ պետք է վազել, ցատկել և նետել. Ընտրում ենք տարբերակ B. Վազել, ցատկել, նետել. Run, jump and throw. Հաջորդը. What is the main purpose of sports in Britain according to the text? Համաձայն տեքստի. Որն է Բրիտանիայում որն է սպորտի ամենահիմնական նպատակը? Բարձրացանք վերև. In Britain, sports are not just competitions. Բրիտանիայում սպորտաձևը միայն մրցաշարի մասին չէ. They are also about having fun, staying active and making friends. Դա նաև զվարճանալու, ակտիվ մնալու և ընկերներ ձեռք բերելու մասին է. Ուրեմն ընտրում ենք տարբերակ B. Staying active, having fun and making friends. Անցանք առաջադրանք 2. Read the text and complete the sentences. Կարդացեք տեքստը և լրացրեք նախադասությունները. Առաջինը. In Britain, sports are an essential part of life and people love to. Պետք է գտնենք այստեղ շարունակությունը. Ուրեմն Բրիտանիայում սպորտը կյանքի հիմնական մասն է և մարդիկ սիրում են. Բարձրացանք վերև. Հենց առաջին նախադասությունը. In Britain, sports are a big part of life and people love to play and watch them. Մարդիկ սիրում են խաղալ և դիտել այն. Այստեղ ավելացնում ենք. Football is the most popular sport in Britain and some countries call it. Ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևն է Բրիտանիայում և որոշ երկրներ անվանում են այն. Բարձրանում ենք վերև. Ահա, երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը. People call it soccer in some countries. Գրեցինք. Soccer. Անցանք հաջորդին. Tennis players hit a ball and try to win. Բարձրացանք վերև. Ահա. Այստեղ. It's a game where players hit a ball over a net with a racket. Հարվածում են գնդակին ռակետով կամ նույն ինքն է գնդաթիով. Over a net. Ցանցի վրայով. And try to win points և փորձում են վաստակել միավորներ. Tennis players hit a ball over a net with a racket and try to win points. Անցանք հաջորդին. Athletics includes. Ատլետիկան ներառում է. Այստեղ ունենք պատասխանը. Ահա. Athletics includes running, jumping and throwing. Athletics include running, jumping and throwing. 5-րդը. Golf is played on big green fields called.
and players try to hit a small ball into a hole. Պետք է հիշենք, թե գոլֆի դաշտը ինչպես էր անվանվում։ Ուրեմն գոլֆը խաղում են մեծ կանաչ դաշտում, որն անվանվում է ահա պատասխանը People play golf on big green fields called courses. Ուրեմն ունենք fields, հոգնակի, ուրեմն պետք է պատասխանը լինի courses. Ոչ թե course, եզակի, այլ courses, կամ ամերիկյան անգլերենով courses. And players try to hit a small ball into a hole. Վերջինը, in Britain, sports are not just about competition, they're also about having. Բրիտանիայում սպորտաձևը ոչ միայն մրցակցության մասին է, այլև բարձրացանք վերև, այստեղ. They're also about having fun, staying active and making friends. Զվարճանալու, ակտիվ մնալու և ընկերներ ձեռք բերելու մասին է։ Ահա, տեղադրում ենք այստեղ պատասխանը։ Վերջ։ They're also about having fun, staying active and making friends. Անցանք հաջորդ առաջադրանքին։ Answer the questions. Պատասխանում ենք հարցերին։ Այստեղ ունենք 6 հարց, որոնց պատասխանները կտեղադրեմ հոլովակի ներքևում նկարագրության բաժնում, որ ավելի հեշտ լինի։ Բայց հիմա միասին կարդանք։ Առաջինը. What are the most popular sports according to the text? Թարգմանենք, որ ձեզ համար հասկանալի լինի։ Ըստ տեքստի, որոնք են ամենահայտնի սպորտաձևերը։ Պատասխանը. The most popular sports, according to the text, are football, cricket, tennis and athletics. Ըստ տեքստի ամենահայտնի սպորտաձևերն են ֆուտբոլը, քրիկետը, թենիսը և ատլետիկան։ Երկրորդը. What is the most popular game called in Britain? Որն է Բրիտանիայում ամենահայտնի սպորտաձևը, ինչպես է անվանվում ամենահայտնի սպորտաձևը Բրիտանիայում։ Պատասխան. The most popular game in Britain is called football. Բրիտանիայում ամենահայտնի սպորտաձևն անվանվում է ֆուտբոլ։ Երրորդը. Why do people organize picnic during cricket? Ինչու են մարդիկ կազմակերպում պիկնիկ քրիկետի ժամանակ։ Տեքստում տեսանք, որ ասվում էր, քանի որ քրիկետը տևում է մի քանի օր, դրա համար կազմակերպում են պիկնիկ։ Ուրեմն պատասխանը People organize a picnic during cricket because it can last several days. Կազմակերպում են պիկնիկ, որովհետև այն կարող է տևել մի քանի օր։ Չորրորդ հարցը. Why do athletes work hard? Ինչու են ատլետները շատ աշխատում, քրտնաջան աշխատում։ Պատասխանը. Athletes work hard because they dream of becoming a world champion. Ատլետները աշխատում են շատ քրտնաջան, որովհետև նրանք երազում են աշխարհի չեմպիոն դառնալու մասին։ Սա ևս վերցրել ենք տեքստից։ Հաջորդը. Why are the sports not only competitions in Great Britain? Ինչու Մեծ Բրիտանիայում սպորտաձևերը միայն մրցակցություն չեն։ Մրցույթ չեն։ Պատասխանը. Տեքստում տեսնում ենք, որ ասվում է In Great Britain, sports are not only about competition, they are also about having fun, staying active and making friends. Ուրեմն այստեղ սպորտաձևը միայն մրցում չէ, որովհետև, ինչպես տեքստից տեսանք, այն զվարճանալու համար է, ակտիվ մնալու համար է և ընկերներ ձեռք բերելու համար է։ Եվ վերջին հարցը, What does this sentence mean? In Britain, sports are a big part of life. Հետևյալ նախադասությունը ինչ է նշանակում։ Բրիտանիայում սպորտաձևը կյանքի մեծ մաս է։ Եվ պատասխանում ենք հարցին, թե ինչ է դա նշանակում։
It means that many people in Britain regularly play, watch, or follow sports, and that sports are an important and enjoyable part of their culture and daily life. Դա նշանակում է, որ շատ մարդիկ Բրիտանիայում կանոնավոր խաղում են, դիտում են կամ հետևում են սպորտին, եւ որ սպորտը շատ կարևոր եւ հաճելի մասն է կազմում բրիտանացիների մշակույթի եւ առօրյա կյանքի։ Անցանք առաջադրանք 4-ին։ Match the sport with its description։ Համապատասխանեցրեք սպորտաձևերը իրենց նկարագրության հետ։ Այսպես։ Նախ կարդանք A-ի նկարագրությունները, հետո սպորտաձևերը։ A. It is a famous sport in many countries. Players use rackets to hit a ball over a net, aiming to win points. Թարգմանենք. Այն հայտնի սպորտաձև է շատ երկրներում, խաղացողները, սպորտսմենները ռակետով կամ գնդաթիով հարվածում են գնդակը ցանցի վրայով, նպատակ ունենալով վաստակել միավորներ։ Բնականաբար խոսքը թենիսի մասին է։ Միացնենք թենիսը նկարագրությանը։ B. It includes running, jumping, and throwing. Athletes dream of competing in events like the Olympics. Այն ներառում է վազք, ցատկ եւ նետում, ատլետները երազում են մրցել այնպիսի միջոցառումներում, ինչպիսիք են օրինակ օլիմպիական խաղերը։ Այստեղ մենք ունենք հուշումներ, տեքստից տեսանք, որ ցատկը, վազքը եւ նետումը ատլետիկայի մասին էր։ Նաեւ ունենք այլ հուշում, athletes, ատլետներ։ Եթե ունենք ատլետներ, ուրեմն խոսքը ատլետիկայի մասին է։ Հաջորդը C. It is a kind of sport played on big green fields called courses. Players aim to hit a small ball into a hole. Սա սպորտաձևի մի տեսակ է, որը խաղում են մեծ կանաչապատ դաշտում, որն անվանվում է course։ Հիշում ենք, որ course անվանումը ունի գոլֆի դաշտը։ Խաղացողները նպատակ ունեն հարվածել գնդակը դեպի փոքր անցքը։ Միացրինք գոլֆը դեպի C։ Անցանք առաջ D. It is played in summer. Matches can last for several days. People often enjoy it with picnics. Այն խաղում են ամռանը, խաղերը կարող են տևել մի քանի օր, մարդիկ հաճախ վայելում են պիկնիկները դրա հետ մեկտեղ։ Հիշում ենք, որ մի քանի օր տևում էր, ինչպես տեքստն է ասում, կրիկետը Մեծ Բրիտանիայում։ Ուրեմն միացրինք cricket 2E։ Ներեցեք։ Cricket 2D։ Եվ վերջինը, it is the most popular sport not only in Britain but also in most of the countries. Այն ամենահայտնի սպորտաձևն է ոչ միայն Բրիտանիայում, այլև շատ երկրներում։ Դե, այստեղ ունենք մնացած միայն ֆուտբոլը, ուրեմն միացնում ենք ֆուտբոլը E-ին։ Վերջ, անցանք հաջորդ առաջադրանքին։ Number 5. Match sports with the playgrounds they take place. Միացրեք սպորտաձևերը այն դաշտերի հետ, որտեղ դրանք խաղում են։ Ուրեմն ի տարբերություն հայերենին, անգլերենում սպորտաձևերի դաշտերը, որտեղ խաղում են այդ սպորտաձևերը, ունեն հստակ անվանումներ։ Սրանց անվանումները եւս կտեղադրեմ նկարագրության բաժնում, որպեսզի ունենաք։ Այսպես, առաջին օրինակը ունենք golf, ինչպես տեքստից տեսանք, խաղում են course կոչվող դաշտում։ Tennis is played in a court, կամ ամերիկյան անգլերենով court։
Հաջորդը Football is played in a pitch. Ֆուտբոլը խաղում են pitch-ում. Հաջորդը Cricket is played in a field. Swimming, pool. Boxing, ring. Athletics, track. Վազքուղին է track-ը. And karate, judo, mat. Mat-ը այն հատվածն է, որտեղ մենամարտն է տեղի ունենում կարատեի կամ ջյուդոյի. Անցանք առաջ. Some facts about Olympic Games. Մի քանի փաստեր օլիմպիական խաղերի մասին. Կարդում ենք, թարգմանում ենք. The Olympic Games are very old and special event. Օլիմպիական խաղերը շատ հին եւ յուրահատուկ միջոցառում են. They started a long time ago in Greece, more than 2000 years ago. Դրանք սկսել են շատ երկար տարիներ առաջ Հունաստանում, ավելի քան 2000 տարի առաջ. In ancient Greece, people from different cities would come together to play games. Հին Հունաստանում, ancient Greece, հին Հունաստան. Հին Հունաստանում մարդիկ տարբեր քաղաքներից հավաքվում էին, համախմբվում էին, ուրեմն come together, նշանակում է համախմբվել, հավաքվել. Մարդիկ տարբեր քաղաքներից համախմբվում էին, որպեսզի խաղային խաղեր. Խնդրում եմ ուշադրություն դարձրեք արտասանությանը այն բառերի, որոնք լիիմաստ չեն. Օրինակ to, from կամ of. Ոչ լիիմաստ բառերը նախադասության մեջ արտասանում ենք առանց շեշտի. Ուրեմն ոչ թե to, այլ to. Come together to play games. Ոչ թե come together to play games. Այսպես, come together to play games. They raced, wrestled and threw things like spears. Նրանք մրցում էին բազքում, պայքարում էին ըմբշամարտում և նետում էին իրեր, ինչպես օրինակ նիզակներ. These games were a way to celebrate and have fun. Այս խաղերը տոնելու և զվարճանալու ձևեր էին. Celebrate տոնել, have fun զվարճանալ. The Olympic Games got their name from a place in Greece called Olympia. Օլիմպիական խաղերը ստացել են իրենց անվանումը Հունաստանի մի վայրից, որն անվանվում էր Օլիմպիա. Every 4 years, people would gather there to compete. 4 տարին մեկ մարդիկ հավաքվում էին այնտեղ մրցելու. The winners got wreaths made of leaves as prizes. Հաղթողները ստանում էին պսակ պատրաստված տերևներից որպես մրցանակ. It was a big honor. Դա մեծ պատիվ էր. Honor, պատիվ. After many years, the Olympic Games stopped for a while, but then they started again in the modern world in 1896. Շատ տարիներ անց օլիմպիական խաղերը դադարեցվեցին որոշ ժամանակով, բայց հետո նորից սկսվեցին ժամանակակից աշխարհում 1796 թվականին. Now people from all over the world come together to play sports and make new friends. Այժմ մարդիկ աշխարհի տարբեր տեղերից կամ ամբողջ աշխարհից համախմբվում են խաղալու սպորտ և ձեռք բերելու նոր ընկերներ. It's a big party of sports and friendship that happens every 4 years and we still call it the Olympics. Այն մեծ խնջույք է սպորտի և ընկերության, որը տեղի է ունենում ամեն 4 տարին մեկ և մենք դեռ անվանում ենք այն օլիմպիական խաղեր. Այսքանը այսօր, բառապաշարը կտեղադրեմ, ինչպես ասացի, ներքևում, որ կարողանաք օգտվել և կհանդիպենք հաջորդ հոլովակի ժամանակ. Have a good one!